Հայաստանի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ բնախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ Բողոք Վարույթ ընդունել է, մերժել է և դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Սա ենթադրում է, որ դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ավելի վաղ Հարությունյանը կրկին վճռաբեկ Բողոք է ներկայացրել, պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Զինվորական պաշտոնական անփութություն, որը կատարել է ռազմական դրությամբ, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշները։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները, հղում անելով ընկերության հայտարարությանը։ Մեր գործունեության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմշաուրա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան, հաշվի առնելով հնարավորությունները և շոկայական իրավիճակը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև կա վստահություն և աճող մակարդակ։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում նախօրեին կայացել է Չեմպիոնների լիգայի հանդիպումը։ Տեղի Կայրաթի և Մադրիդի Ռեալի միջև խաղն ավարտվել է իսպանացիների հաղթանակով 5-0 հաշվով։ Չնայած ջախջախիչ պարտությանը, Կայրաթի երկրպագուները խաղը վերածել են իսկական տոնի։ Երկրպագուները շարունակել են զվարճանքը քաղաքի փողոցներում մինչև առավոտ։ Ալմաթիի մարզադաշտի տրիբունաներին ներկա եղել նաև Մադրիդի Ռեալի հայ երկրպագուները, ովքեր աջակցել են տոնական մթնոլորտին, կատարելով հայկական հայրենասիրական երգերից գետաշենը։ Գետվագված երկնքում սերուն, ապերք ու տակված, կողքին հայկական շենեն են լեցված, դու գասու կմնաս, հավերջ գետաշեն։ Հայաստանի ՔԿԼ վարչությունում ավարտվել է օտարածքի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է ՀՄ-ն իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարածքի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները։ Այնուհետև ՀՄ-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո ՀՄ-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները։ Նախաքննության ընթացքում ՀՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այնուհետև խափանման միջոցը կիրառվել է տնային կալանքը և գրավը։